Ավանդական բժշկության հնագույն մեթոդներից մեկը հիջաման այսօր արդեն հասանելի է նաև Հայաստանում։ Շնորհիվ Հայաստանի Հանրապետության այլընտրանքային բժշկության ասոցիացիայի նախագահ հիջամա կենտրոնի հիմնադիր Կարապետ Ռադիկի Մադաթյանի կամ ինչպես բուժառուներն են դիմում Կարապետ Ռադիկովիչի։ Կրասնոդարում երկար տարիների աշխատանքի արդյունքում արդեն համբավ ունեցող բժիշկը Հայաստանի Հանրապետության Թավշյա հեղափոխությունից հետո տեղափոխվել է Հայաստան իր հայրենակիցներին օգտակար լինելու համար։ Հիջաման կիրառվում քրոնիկ հոդացավերի, գլխացավերի, բարձր ճնշման, գերհոգնածության, մկանային եւ առողջական այլ խնդիրների դեպքում։ Նման հարցերով կարող են դիմել անգամ շաքարային դիաբետ ունեցող բուժառուները։ Ինչ է հիջամաթերապիան։ Հիջամաթերապիան իրենից ներկայացնում է արյունատար անոթների մաքրում, թթվածնազուրկ տոքսիններով լի արյունից։ Թթվածնազուրկ եւ տոքսինացված արյունը խանգարում է մեզ առողջ ապրելակերպի համար։ Թթվածնազուրկ տոքսիններով լի արյունը չի սնուցվում հոդերը մեր նորմալ, սիրտանոթային համակարգը, այդ իսկ պատճառով կան հոդացավերի խնդիրներ, ճնշման խնդիրներ եւ մի շարք այլ խնդիրներ։ Մենք ինչ ենք անում։ Մեկ անգամվա օգտագործման հատուկ բանկաներով, օրգանիզմից, բիոակտիվնի հատուկ տոճկաներից դուրս ենք բերում տոքսինացված եւ թթվածնազուրկ արյունը, օգնելով մարդուն բարելավելու օրգանիզմի լիարժեք աշխատանքը։ Բժիշկ Ռադիկովիչը մասնագիտական կրթություն է ստացել Կուբանի բժշկական պետական համալսարանում, վերապատրաստվել Չինաստանում եւ լիցենզավորվել Սանկտ Պետերբուրգում։ Նրա հիմնական գործելաոճը թաց հիջաման է, որի միջոցով օրգանիզմից հեռացնում են վնասակար նյութերը, սակայն անհրաժեշտության դեպքում իրականացվում է նաեւ չոր հիջամա։ 2020 թվականից գալ Հայաստան իմ հիջամաթերապիա գործունեությունը ծավալել Հայաստանում իմ հայ ազգին, իմ հայ ազգաբնակչությանը։ Այդ իսկ պատճառով հայրենասիրություն բառը միայն բառով չարտահայտելով ես որոշեցի, որ պետք է լինի անվճար խորհրդատվություն, ամենօրյա անվճար խորհրդատվություն։ Խորհրդատվությունը իրենից ինչ է ներկայացնում, ինչու ես այդպես որոշեցի, քանի որ հիջամաթերապիան Հայաստանում որպես այդպիսին լայն կիրառում չի ունեցել, կարծում եմ նաև կիրառում չի ունեցել, որոշեցի ազգաբնակչությանը ծանոթացնելու ինչ է հիջաման, խորհրդատվությունն անվճար հասկացողության մեջ ընդգրկելով անպայման մի փոքրիկ պրոցեդուրա, որպեսզի թե բուժառուն հասկանա հիջամաթերապիան ինչ է եւ ես կարողանամ հասկանամ տվյալ անձին, տվյալ բուժառուին կարող եմ օգտակար լինել, թե ոչ։ Այդ իսկ պատճառով անվճար խորհրդատվության ժամանակ անպայման կատարվում է հիջամաթերապիա 2, 3, 4 բանկաներով, դրանից հետո մարդը հասկանում է ինքը կարող է այդ թերապիան ընդունել, թե չընդունել։ Հիջաման, սակայն հակացուցված է ցածր հեմոգլոբին ունեցողներին, քիմիաթերապիա անցած անձանց, հղիներին եւ մինչեւ 22 տարեկան անձանց։ Ապրիլի 11-ից այստեղ եմ բուժվել եմ տապչանի վրա բուժվելուց հետո ծնկներիս եւ ոտքիս կոճերին դրեց բանկաները եւ հետո որ վեր կացա տապչանից միանգամից վեր կացա եւ զգացի մեծ տարբերություն։ Ճիշտ է, ես առաջի անգամ եմ եկել լսելով Կարապետ Ռադիկովիչի բուժումները, ծանոթանալով իրեն բուժումների պրոցեդուրաներին, մեծ հույսով հավատով եկել եմ, ինձ թվում է կօգնի։ Իմ առաջի այսներ շատ հիանալի անցավ, ինձ ահագին թեթև եմ զգում այս պահին, որովհետև շատ տեղեր եմ գնացել, տարբեր տեղեր եմ բուժվել, բայց ոչ մի տեղ այսպես ծնկներից թեթևություն չեմ զգացել։ Ցավը ոնց որ միանգամից անցավ։ Ահագին թեթև եմ ինձ զգում, ծնկներից ցավը անցավ։ Բժշկի խոսքով ճիշտ կիրառված հիջաման կարող է զգալի բարելավել մարդու առողջական վիճակը առանց դեղորայքի, միայն բնական ճանապարհով։ Ի դեպ, թերապիայից օգտվում են նաև հանրային դեմքեր ու քաղաքական գործիչներ, որոնց անունները Կարապետ Ռադիկովիչը ելնելով բժշկական գաղտնապահությունից հրաժարվեց բարձրաձայնել։